Դա իհարկե մեծ հարված էր, որովհետև նրանք ովքեր որ ճանաչել են Հրանտ Դինքին, ոչ թե հեռուստատեսությամբ կամ ոչ միայն, այլ ուղղակի շփումով, կարծում եմ բոլորն էլ նույն հարված այսպես հոգեկան պիտի ստացած լինի ինչպես ես եւ այդ կորուստի չափը գնահատելն էլ շատ դժվար էր կամ ըմբռնելը, որտեղ գնահատելն էլ տեղին չէ եւ ես հենց այստեղ լուրը ստացա դեռ ինձ անգարեցին Ստամբուլից մեր ընկերները ասացին այ նման մի բան է եղել դեռ նույնիսկ նոր տարածվեց լուրը եւ այսպես մտածում եմ լավ ինչ պիտի անել Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի հիմնադիր տնօրեն, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը երկար տարիներ է ճանաչել Հրանտ Դինքին, դեռևս երբ մեկնում էր Ստամբուլ ուսումնասիրելու Պոլսի հայ ճարտարապետներին եւ նրանց գործերը։ Աշոտը դարձավ Դինքի հուշարձանի հեղինակը։ Լինելով ճարտարապետ, միակ բանը, որ մտքովս անցավ, նա էր, որ սերևույթին մի օր խնդիր է առաջանալու ֆիքսել գերեզմանը պիտի ունենամ արդեն գերեզման։ Իսկ ինչպես զանգարեցի մեր գործընկերներին Նազար Դինքինի միջոցով եւ ասացի պարոն Նազար բոլորս ցնցված ենք գուցե արիցնել պատեհ չի բայց ես կարծում եմ որ արարողությունները երբ որ մի քիչ ասենք հանդարտվեն մի հատ փորձիր արդեն ես ճանաչում եի նրա եղբայրներին եւ այլն մի հատ փորձիր ճշտել եթե ունեն մտադրություն ինչ որ մի բան կառուցելու կամ ֆիքսելու ուրեմն թող թույլ տան ես փորձեմ էսկիզներով ինչ որ մտահղացում ունեմ արդեն իսկ ֆիքսեմ եւ ուղարկեմ իրենց Այսպես Աշոտ Գրիգորյանը սկսեց զբաղվել հուշարձանի մտահղացումն իրականացնելով կառուցելիս մտավախություն կար որ բարձրությունը կարող էր գերեզմանատան պարեսպից բարձր լինել եւ երևալ դրսից ինչներ Ստամբուլի բնակչությանը կարող էր արտարոց թվալ Զարմանալի բան էր Տագաղի վրա իջան աղավնիներ որ կարող էին իջնել եւ դա այնքան ցայտուն մեկ բան էր որ իրեն տեսակ մարդուն էր հարմար որ այդ հուշասյան վերնամասը աղավնու պատկերներ փորձեցինք տեղադրել Խնդիր առաջացավ նաև դիմաքանդակ անելու այդ պատճառով Աշոտ Գրիգորյանը պետք է քանդակագործ հրավիրեր Քանդակը պատրաստելու համար ընտրեցին քանդակագործ Վլադիմիր Անտաշյանին Դիմաքանդակն անպատրաստեց շատ արագ նկարների վրա հիմնված անձամբ Դինքի հետ ծանոթ չի եղել Ինձ համար աղթամարի ճարտարապետությունից զատ որ ֆանտաստիկ մի բան է այնտեղ կա մեր Գագիկ Թագավորի զինանշանը երկու արծիվներով կտուցի, որը պետք փաստորեն թագավորական խորհրդան նշանը ունեինք եւ հանկարծ հիշեցի այդ զրույցը եւ մտածեցի որ եթե մարդը ամբողջ հայ ժողովրդի պատմությանը ճակատագրի եւ ապագայի նկատմամբ ուներ նման մի վերաբերմունք եւ անկեղծ, հա, անաչառ, ինչպես որ իրենն էր, ինչի այդ զինանշանը չգա հուշարձանի մեջ ինչ որ ձևով դրսևորվելու։ Հուշարձանը այսպես փաստորեն 4 հարթությունների մեջ մի բան։ Ինքը սկզբից տապանաքարն է, հետո պորտրեն է, որպես հուշասյուն, հետո արծիվներ են, որ պահպանում են պորտրեն, եւ նրանց մեջտեղում ամփոփում է ամբողջ կոմպոզիցիան, ուրեմն այդ հուշասյունը, այսպես ասած։ Առաջի անգամ ձեզ եմ ասում, որ ես եմ հեղինակը, փաստորեն այդ հուշարձանի, որտեղ հարմար չեմ տեսել, որ դա պիտի այնպես անպայման շրջանառվի։ Հուշարձանի բացումը 40-ից հետո էր։ Հուշարձան այցելում են, լուսանկարվում։ Դինքի ընտանիքի անդամների խնդրանքով էլ բացակայում է Դինքի մահվան ամսաթիվը, ինչը խորհրդանշում է, որ նա ողջ է։